Բարև ձեզ, իմ պետություն հաղորդաշարի շրջանակներում մենք շարունակում ենք մեր զրույցները եւ այսօր իմ հյուրն է ռազմական քաղաքական գործիչ Հայ ազգային ճակատ կազմակերպության հիմնադիր Գևորգ Գևորգյանը։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Եվ մեր ավանդական հարցով սկսենք մեր զրույցը։ Ինչ է ձեր համար պետությունը։ Ոչ գիտական, ցանկալի է ոչ գիտական։ Իմ տունը։ Իմ տունը, որտեղ կա իմ արժանապատվը, որտեղ կա իմ ամեն առումներով իմ։ Դա իմ պետությունն է, որտեղ ես զգում եմ ինձ այդ երկրի, այդ պետության, այդ հասարակության մի մասնիկը։ Դուք հիմա ձեզ զգում եք։ Պետությունը ձերն է։ Պետությունը իմն է, այո։ Իշխանությունը եկող եւ գնացող են, շենացնող եւ քանդող են, ոչնչացնող եւ արարող են, ստեղծող են։ Դա մարդիկ են, որոնք կառավարվում են, ընտրում են իրենց ընտրությունը։ Իրենք լինեն լույս, թե լինեն խավար։ Բայց պետությունը իմն է, ինչպես եւ ազգը, որի մասնիկն եմ ես։ Հիմա ձեր ասացից փորձենք հանել ձեր գնահատականը մի քիչ հնչեց, բայց մի քիչ ավելի ընդարձակենք։ Կառավարիչների գնահատականը նախկին ներկա։ Նայեք, այսօր ինչ որ հիմա տեղի ունենում, սա հետևանք է, ուղիղ հետևանք է տարիների կառավարման։ Մենք ունեցել ենք հնարավորություն Աստծուց տված հաղթանակ առաջին Արցախյան ազատագրական պայքարի, որը ես իրականում համարում եմ հենց ամենակուլմինացիոն, ամենակարևոր մեր հաղթանակը։ Որից հետո մենք ունեցանք հնարավորություն եւ բազում հնարավորություն ենք ունեցել ստեղծելու ազգային պետություն, ազգային հենքի վրա եւ գաղափարախոսությունը եւ ամենը։ Խոսել են, բայց փաստացի, երբ որ տեսնում ենք այսօրվա իրականությունը, տեսնում ենք, որ չի հաջողվել, չի արվել, չի հաջողվել, թե չի արվել, դա արդեն տարբեր Դե ձեր գնահատականով չի հաջողվել, թե չեն ցանկացել։ Գիտեք, ագահությունը աղետ է։ Երբ որ գալիս ես դու իշխանության, դու պետք է պատրաստ ես ծառայելու, այլ ոչ թե ծառայեցնելու։ Պետք է գիտակցես, որ դու մի մասնիկ ես, որ քեզանից վեր կա արարիչ, ստեղծողը։ Եվ դու պատասխանատու ես իր առաջ։ Այդ գիտակցությամբ եկածողները բնականաբար կարող են ստեղծել։ Բայց ընդհանրապես եւ նույն ժամանակ դու անընդհատ ունենում ես փորձություն։ Պատրաստ ես արդյոք դիմադրելու եւ դիմակայելու այդ փորձությանը։ Եթե դու ուզում ես փորձությանը դիմակայել, դու պետք է ունենաս քեզ սատարող կամ այն ուժը, ումից դու բռնվել ես ամուր։ Ո՞վ է դա։ Տերը Տիրոջ օրենքով ես, թե չարը սատանու օրենքներով։ Հետևանքը հետո բարձր լինում։ Այսօրվա հետևանքը մենք տեսնում ենք։ Ենթադրենք մի մարդ հերքում է ամբողջ ճշմարտությունը մեր եւ ամբողջ մեր պատմությունը եւ խեղաթյուրումը։ Եվ ասում է, սկսում եմ իմ կետից։ Բայց կան հասարակության զգալի շերտը։ Ինչի համար են այսքան մարդիկ դեռ թիվ 1 պոպուլիստի հետևից գնում կամ ունեն այդքան տարբեր տարաձայնություններ եւ կարծիք։ Դուք ինչու եք բացատրում այդ ֆենոմենը։ Այսինքն ոչ ամբողջական աշխատանքով, ոչ ազգային ամուր աշխատանքով, չպատկերացնելով իրականում երկրի պատասխանատու լինելու խնդիրը եւ լուծել ոչ թե երկրի խնդիրը, այլ լուծել քո անձնական խնդիրը։ Քո անձնական խնդիրը վեր ավելի դասել
քան թե պետական խնդիրը։ Գիտեք, երբ որ մարդիկ ասում են ես չունեմ անձնական շահ, դա էլ է կեղծ։ Դա կեղծ է, չկա մարդ, ով չունի իր անձնական շահ։ Դա ուրիշ խնդիր է, դու քո անձնական շահը տեսնում ես պետական ազգային շահի մեջ, թե քո անձնական շահը տարանջատում ես եւ առանձնանում ես լրիվ պետական ու ազգային շահից։ Եվ հետո դա որն է առաջնայինը դառնում եւ որը երկրորդական։ Այդ դեպքում շեշտեցիք ըստ ձեզ հիմա մենք ունենք ազգային պետություն կամ որն է ազգային պետություն։ Ոչ իհարկե։ Ազգային պետություն ունենալու համար դու պետք է ունենաս առաջին ազգային դոկտրին։ Մենք 30 տարուց ավելին չունեցանք այդպես էլ ազգային դոկտրին։ Լինելով հազարամյա պատմություն ունեցող ազգ։ Մենք հիմա խոսում ենք Հայաստանի Հանրապետությունից։ Լավ, մենք հանրապետությունից ենք խոսում, հանրապետությունը հայտարարենք եղել է 1918 թվականից, բայց Հայաստան աշխարհը եղել է, թագավորություն է եղել է, հայք է կոչվել եւ տարբեր անուններով, բայց մենք եղել ենք այս տարածաշրջանում եւ ավելի մեծ։ Եվ մենք քաղաքակիրթ ենք եղել, քաղաքակրթություն ենք ունեցել։ Հիմա չասեմ, որ առաջինն ենք եղել, թե որն ենք եղել, հա, ոնց որ խոսվում է։ 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո կարելի է ասել կաթողիկոսն ու այդ ժամանակ եւ թագավորը, հիմա թագավորին ասենք վարչապետ պարլամենտականով թե նախագահ, ոնց ուզում եք ասենք, հա, երկուսով համարյա թե կարելի է ասել իրենք կառավարում են երկիրը։ Եվ դրանից հետո մոտ 100 տարի անց մենք ինչ ունեցանք։ Մենք ունեցանք մաշտության համակարգ։ Եվ քաղաքակիրթ, որ մենք խոսում ենք քաղաքակրթություն եւ այլն, մենք տարեր ունեցանք։ Այո, ելի են ասում, որ սա մենք վաղուց ենք ունեցել տարբեր տարեր մեսրոպ մաշտոցը, լավ, այդ ամենը այդ դիսկուսները դնենք մի կողմ, բայց մենք ունեցանք որից մոտ 50 տարի անց մի քիչ պակաս մենք ունեցանք հավատքի ամրապնդման հաստատման ժամանակաշրջան։ Դա ավարայրի ճակատամարտն էր։ Մինչև ավարայրի ճակատամարտը մենք ունեցանք մի քանի ուրիշ մարտեր։ Ավարայրի ճակատամարտը դա կուլմինացիան էր, բայց մինչ այդ ինչ է լինում։ Տեղի ունենում դավանափոխություն։ Մերոնք երբ որ գերեվարվում են, դավանափոխվում են։ Հետո երբ որ գիտակցում են, որ ուրացման գինը նահատակությունն է, իրենք մտովի, երբ որ գիտակցաբար պատրաստ են նահատակվելու, իսկ նահատակվելու են դերն է որոշում, ով է նահատակվում, ով չէ։ Երբ որ պատրաստ են լինում նահատակվելու, տարբեր մարտերի ժամանակ, վերջում կուլմինացիան լինում է մեր ավարայրի ճակատամարտը, որտեղ մենք կրում ենք բարոյական հաղթանակ, որը մեզ այդպես ներկայացվում է պատմության միջոցով բարոյական հաղթանակ։ Ինչն էր բարոյական հաղթանակը մեր։ Մեր հաստատումը հավատի։ Իսկ այսօր մենք ամեն ինչ սկսել ենք նոր կետից, 0 կետից։ Արցախը հանձնում ենք Սերգո ջան, որ լավ ապրենք, մեղրին տալիս ենք, որպեսզի խաղաղություն լինի։ Հայաստանի Հանրապետությունը ասում ենք առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ։ Ասում ենք Հայաստանի Հանրապետությունը բռնազավթված է եղել սովետական միության կարգերի ժամանակ, չգիտեմ, որ կարգերի, հիմա ասենց թիվ 1 պոպուլիստը ինչ ասես խոսում է։ Ասում են կապիտուլանտ, ես կարող եմ ասեմ, որ ինքը թիվ 1 պոպուլիստն է Հայաստանի Հանրապետության։ Եվ ձևավորում են իրանք օրակարգ քաղաքական, ցավոք։ Եվ այդ օրակարգով խոսում են բոլորը։ Դիմադիր, անդիմադիր։ Եվ հանրությանը ասում են պատրաստվեք նոր ընտրությունների։ Եվ հասարակությունը հանրությունը ուզում է գտնի այն մարդկանց, ում հետևից կարող է գնա։ Եվ մենք հետո անընդհատ, այսինքն մենք որ ասում եմ հավաքական հայացքով եմ ասում ժողովրդի, ազգի, այսինքն ժողովրդի երևի հասարակության, մենք սկսում ենք մեղադրել ժողովրդին, այ դուք որոշեցիք, այ դուք ուզեցիք։ Միթե այդ երբ է ժողովուրդը որոշել, որ հասարակությունը երբ է որոշել, որ Դե կարան ասեն 18 թվին։ որ 2000 հրապարակում խնդրում եմ մի հատ դժվար չէ, էլի կարելի է հատակագծերով բացել, նայել Հայաստանի Հանրապետության հրապարակը քանի քառակուսի է եւ հարակից իր փողոցներով եւ ինչքան մարդ էր հավաքված եւ ինչքան մարդ էր դուրս եկել փողոց
եւ ինչքան մարդ խոսում էր, եւ երբ մարդիկ Դա հավաքվեցին, հետո առարկայացավ դեկտեմբերի ընտրություններով, որտեղ բացարձակ մեծամասնություն ստացավ այդ ուժը։ այո, որտեղ իրենք արդեն իշխանություն էին եւ գործում էին ոնց իրանք ցանկանում էին։ Գալիս էին ազգային ժողովը, շրջափակում էին։ Հիմա եկեք գնանք ազգային ժողով, խոսենք այնտեղ, ոստիկանությունը շրջափակի ամբողջ ազգային ժողովը։ Միայն ռուպերով որ փորձենք խոսել, խնդիր է առաջանում արդեն իրավական, արդյոք այսօր իրենք ներկայացնում են։ Իսկ իրենք 18 թվականին գալիս են ազգային ժողովը շրջափակում են, ասում են գնացեք ստեղից։ Դուք նախկին եք կամ լավն եք կամ վատն եք։ Եվ այլ, եւ այլ, եւ այլ։ Շատ լավ։ Հետո ասում են մենք ժողովրդից ձայն ստացանք։ Չէ՞ դուք գործեցիք այնպես, ինչպես որ ուզում եք, ինչպես ձեզ թույլ էին տալիս գործելու, ինչպես որ այդ ընթացքում դուք ժողովրդի անվան տակ եք գցում, ինչի ժողովուրդը ուզում էր ասենց ապրել, որովհետեւ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացիով 18 թվականին կանգնել է Հանրապետության հրապարակում կամ 18 թվականի դեկտեմբերին գնացել է ընտրության եւ ընտրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Արդեն կարելի է խոսել կուսակցություն, որտեղ ի վերջո 7 տարի իրենք իշխանություն են։ Եվ 7 տարվա առաջվա կուսակցությունը արդեն այն կուսակցությունը չի, ինչ որ հիմա է։ Եվ 7 տարի առաջ եկածած իշխանության մարդիկ այն մարդիկ չեն, ինչ որ հիմա են։ Նկատի ունեմ փորձը եւ մնացած ամենը իր հետ հեկում։ Ձեր նկարագրած իրավիճակում ելք տեսնում Խնդիրը եք։ ուզում եմ ասեմ մարդիկ այդ որ ընտրել են իրենց։ Դուք համոզված եք, որ այդ մարդիկ ուզում էին, որ իրենց զավակները զոհվեն, երևարվեն։ Իհարկե ոչ։ Այնպես որ պետք է անընդհատ ասել ժողովուրդը։ Ժողովուրդը ուզում է ապրի, ժողովուրդը ուզում է խաղաղ ապրի, ուզում է առավոտյան արթնանա եւ խաղաղություն տեսնի։ Ժողովուրդը ուզում է արժանապատիվ խաղաղություն տեսնի։ Ժողովուրդը ուզում է սիրի ոչ թե բաժանված լինի սևերի ու սպիտակների, հների եւ նորերի, խելացիների եւ անխելքների։ Ժողովուրդը չի ուզում տարապի։ Չնայած ինքը մակարում է, միևնույն է, յուրաքանչյուր մարդ մակարում է իր կյանքի ճանապարհի ընթացքում, որպեսզի հասնի ինչ-ինչ բարձունքների, որ ինքը համարում է բարձունք։ Բայց ժողովուրդը ուզում է ապրի քաղաքական պատասխանատվություն ստանձնողների, քաղաքական երկրի պատասխանատվությունը ստանձնողների պարտականությունը այդ փոքր քանակության մարդկանց պատասխանատվությունը, պարտականությունը այդ ժողովրդի անդորը, ապագան, կենսամակարդակը, կրթական մակարդակը ամենաբարձրացն է։ Իհարկե ես նկատի չունեմ հիմա որ ասում են կրթությունը նորաձև է։ Մի հասկով որ 300-405 թվականին ունեցել է մասշտության համակարգ, հիմա մարդիկ խոսում են մարդը որ երկրի հակառակ կողմ, հա, եւ հետո սերափոխվածին ասում էր ես իր անվտանգության երաշխավորն եմ, չէ՞ տենց էր ասում։ Այդ մարդիկ ասում են կրթությունը նորաձև է։ Ինչ անել։ Ապաշխարել, պատասխանատվություն ստանձնել քո վրա, իշխանությունը վերցնել պոպուլիստներից։ Ինչպես։ Հավատով։ Ընտրություններով։ Հուսանք միջ այդ։ Տարբերակ տեսնում եք։ Միանշանակ։ Կախված է որոշում կայացողներից։ Գիտեք, կան այդ մարդիկ, կային այդ ուժերը, որոնք կարող են կառուցել այդ ազգային պետությունը։ Ուժը, այո, իհարկե։ Իհարկե, դուք ոնց եք կարծում, մեր հասարակության մեջ տարբեր շերտերում չունենք մենք մարդիկ, ովքեր իրապես ազգային պետությունը պատկերացնում։ Շատերի հետ զրուցում եմ, ասում են այլ ընտրանք չկա, կամ նախկիններն են, կամ ներկաներն են։ Չկա տենց բան։ Նրանց մեջ էլ նորմալ մարդ չկա։ Չկա տենց բան, եւ պետք է ասել, որտեղ չկան նորմալ մարդիկ, կան։ Ուրիշ բանը սկզբունքայնությունը մարդկանց, դավանափոխությունը եւ տեսակը եւ մոտեցումները եւ տեր ծառա լինելու ընտրությունները։ Բայց բոլոր ոլորտներում եւ բոլոր ժամանակներում կան մարդիկ, ովքեր իրապես պոտենցիալ ունեն ազգային պետության
հիմքերում աշխատանք անելու։ Ուրիշ բանը կառավարողները, ղեկավար մարդիկ, ովքեր պետք է լինեն եւ ինչքան ամուր են իրենց որոշման մեջ եւ ինչքան իրենք անկաշառ են այդ ամենի մեջ։ Գիտեք, թիվ 1 խնդիրը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ իր տեղը լինի, դա այդ որ կոռուպցիա որ խոսում են, կոռուպցիան, դա շատ կարևոր խնդիր է իրականում։ Իսկ կոռուպցիան վերանում է մի մարդու ցանկության, թիվ 1-ի պատասխանատվության։ Եվ եթե այդ թիվ 1-ը այդքան ամուր է իր կամքի մեջ եւ ունի բավարար բնավորություն կամ չգիտեմ ուժ, որ ասի, եթե ես չեմ վերցնում, ով է ձեզանից այդքան ամուր ինձանից, որ պետքա վերցնի, եւ այդ գաղափարը պետքա, գիտեք, իրականում, երբ որ մենք խոսում ենք ուժը ծնում է իրավունք, ուժը այն ժամանակ չի, երբ որ դու ունես պետական ռիճակներ ու կարողանում ես խեղդես քո ժողովրդին տարբեր ոստիկանական, չգիտեմ, ուժային կառույցների ազգային անվտանգության եւ մնացածի, դա ուժ չի, դա պետությունն է, պետության ինստիտուտն է, համակարգը։ Ուժը մարդը ունենում է ի սկզբանե կամ ունի կամ չունի, իսկ ուժը հավատից է բխում։ Իսկ հավատը որտեղ է։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ, գիտեք, շատ հաճախ այսօր մարդիկ խոսում են ապագայից։ Մենք բոլորս այնվում ենք մեր անցյալի վրա, անկախ նրանից քո անցյալը ինչպեսին է։ Յուրաքանչյուր մարդ ապրում է իր անցյալով։ Եվ խոսում ենք ապագայից։ Իրականում հետաքրքիր է, այդ ապագայից խոսողները իրենք ապագան են, թե իրենք տեսնում են ապագան եւ գնում են դեպի ապագան։ Երբ որ դու քո վրա պատասխանատվություն ես ստանձնում եւ պատրաստ ես արդյոք ստանձնելու այն պատասխանատվությունը, որ դու տեսնես ապագան կամ դու ապագան ես։ Դու ես ապագան, եղբայր։ Այդ դեպքում հարցի երկրորդ։ Իսկ ինչքանով է համապատասխանում քո աչքերով ապագան Հայաստանի Հանրապետության եւ իմ հայ ազգի, ինչքանով է համապատասխանում իմ ազգին, իմ պետականությանը։ Գիտեք, եթե մենք ուզում ենք, որ հասարակությունը, հանրությունը կանգնի նոր մարդկանց կողքին, այդ մարդիկ պետք է լինեն նրանք, ովքեր ստանձնում են իրենց վրա պատասխանատվություն, գիտակցելով, որ գալիս են ծառայելու, այլ ոչ թե ծառայելու, ոչ թե պոպուլիստաբար խոսելով միայն եւ դավանափոխվելով եւ հոգին վաճառելով։ Չես կարող դու գենետիկ կոդում այն ժողովրդի այն ազգի, ով առարչական ուժով աշտված, գիտելիքով, սիրով այդ մարդկանց դարձնես չգիտեմ ինչ։ Մեր ազգը իրապես ունի, մեր ազգը ընտրյալ ազգ է, իրապես ընտրյալ ազգ է, ու դա լոկ խոսքեր չեն։ Եվ այս ազգին պարզապես սիրել է պետք, ինչպես եւ այս հողը, ինչպես եւ պետությունը, ու հասկանալ, որ դու միջոց ես, որ դու քեզանից հետո էլ են գալու, իսկ դու պետք է ճանապարհ հարթես։ Հիմա այդ ճանապարհը հարթում ես դեպի լույս, դեպի վեր, թե դեպի անհասկանալի քաոս, որոնք այնպես ճանապարհը։ Որոնք կհամարեիք են 3 հիմնական առաջնահերթությունները, որ ցանկացած ուժ, որ կգա իշխանության, պիտի առաջնահերթ այդ 3-ի հարցը լուծի։ Եկել է ուժը իշխանության, առաջնահերթ ինչ է։ Դուք եկեք իշխանության առաջնահերթ։ Անվտանգությունը, երկրի անվտանգությունը, մարդկանց անվտանգությունը, երկրորդը հավատը, անսասան ամուր հավատը, եւ երրորդը իրենց կյանքի բարեկեցությունը գիտակցական մակարդակով նույնպես։ Կբացեք։ Մենք կարող ենք անվտանգությունը ինքներս ապահովել, թե մեզ պետք է ապապա։ Նայեք, ընդհանուր առմամբ եթե մենք նայում ենք մեծ քաղաքականությամբ, իհարկե մեր երկիրը ոչ միայն
միայնակ պայքարելով ամբողջ ուժերի դեմ շատ դժվար է, շատ ծանր եւ կորուստները կարող են լինել։ Դեք կարող ես ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց ինչ գնով ես դրան դու հասնում։ Դա պետք է կարողանա երկրի պատասխանատու ճիշտ հաշվարկի։ Արդյոք արժի այդ զոհերը հանուն դրա։ Դու կարող ես մի բարձունք վերցնել 1000 զոհ ունենալով մեկ օրվա ընթացքում կամ մի քանի ժամերի ընթացքում եւ կարող ես 2-ից 3 ամսվա ընթացքում հետախուզական գործողություններով քայլ դիրք գոտիները անցնելով ունենալ 3 բարձունք վերցնես։ Համարյա թե չունենալով ընդհանրապես զոհ։ Պետք է ճիշտ կարողանաս գիտակցես եւ ունենաս ռազմավարությունը, տակտիկան աշխատանքի, մեթոդը մոտեցումը։ Երկրի թիվ 1 պատասխանատուն նույնպես պետք է հասկանա ինքը ինչ է անում, որովհետեւ դու հասկանաս, դու պետք է չսավառնես օդում։ Պետք է դու չլինես ինչ որ մեկի ծառան։ Երբ որ շատերը խոսում են այսօր իշխանության գալուց եւ ալտերնատիվ են փորձում լինել, ես շատ հաճախ նայելով այդ մարդկանց ուզում եմ ես առիթ ունենում եմ շատ հաճախ այդ հարցը տալու, բայց շատ հաճախ ուզում եմ իրենք այդ հարցը իրենց տան։ Դու գալիս ես որպես մի մարդ, ով կատարելու է ինչ որ համակարգի կապ չունի հյուսիսային համակարգն է, արևմտյան համակարգն է, որ համակարգ։ Ինչ որ մի համակարգի պատվերը իրենց կատարածուն ես լինում, նշանակով գուբերնատորը կլինես, վիլայեթի, թե կայսրության, որտեղի բանան գուբերնատորն ես, հա, թե դու ունես տեսլական, ունես համարձակություն, շատ լավ հասկանում ես քո բարեկամները այս պահի դրության կողմ է, ովքեր են տարածաշրջանում քո բարեկամները եւ ոնց պետք է գործ ունենալ հարևանների հետ, այդ թվում գիտակցելով, որ դու ունես թշնամաբար քո նկատմամբ, քո ազգի եւ պետականության, քո հողի նկատմամբ տրամադրված կարելի ասել պետություն, պետական այրեր, եւ եթե վերցնենք, որ երկար տարիներ, որտեղ ամեն ինչը քարոզչության խնդիր է իրականում։ Եթե երկար տարիներ դպրոցից սկսած մարդիկ քարոզում են, որ մենք իրենց թշնամիներն ենք եւ մեզ պետքա բնաջնջել, դա արդեն մի ողջ ազգ է դա առնում համարյա թե կոնե տոկոսային առումով։ Եվ դու պետքա գիտակցես, որ այդ մարդկանց հետ, որպեսզի դու ապրես խաղաղ, շատ երկար ճանապարհ է հարկավոր։ Բայց առաջինը դու պետքա ծնկի իջած չլինես, կանգնած լինես քո ամուր ոտքերի վրա եւ արժանապատիվ պետքա ներկայանաս։ Իսկ արժանապատիվ ներկայանալու համար արդյոք զիջելով, փախնելով, կռանալով դու կարող ես լինես։ Դե ուշ չունենք։ Այնպես որ մարդիկ, ովքեր խոսում են պատասխանատվությունից եւ ասում են մենք ալտերնատիվ ենք, գիտեք, հասարակությունը ժողովուրդը կարող է չունի քաղաքական գիտելիք, մեծ մասը։ Դա կապ չունի, որ համացանցով Facebook-ներում նայում են, ստատուսներ են գրում, ստատուս գրողները բոլորն են, մեծ մասն են։ Ստատուս գրելը դա քաղաքականություն չի։ Վերլուծել կամ ասում են պետք է բաց անել ժողովրդի աչքերը, որպեսզի տեսնեն այսօրվա իշխանության արածները կամ չգիտեմ նախկին կամ չգիտեմ եւ այլ, հա, երբ որ բնորոշում ինչ է պետք բացել կոմպրոմատներ կամ չգիտեմ ինչեր, ինչ կոմպրոմատների մասին է խոսքը։ Ամեն ինչ բարձ է։ Մարդիկ, որ գրում են ստատուս կամ կոմենտներ, դա դեռ քաղաքականություն չի կամ քաղաքական գիտելիք չէ։ Եվ այն մարդիկ, ովքեր հասարակության զգալի հատվածը, որոնք համացանցում են, կառավարվում ընդդիմադիր թե դիմադիր ուժերի կողմից, նույնպես կառավարվում են։ Եվ ամենօրյա ռեժիմով տրվում է իրանց այն, ինչ որ իրենք պետք է մարսեն։
Ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունի, բայց ժողովուրդը ունի սիրտ։ Եվ ինքը զգում է, անկեղծնով է, կեղծավորով է։ Ով ինչի համար է խոսում եւ ինչ է ուզում դրանից ցույց տա։ Ինչ է ուզում, ինչի է ուզում հասնի, նպատակը ինչ է։ Ինչքան էլ այս կամ այն ուժերը, կամ ներկայացուցիչները ուժերի, կամ քաղաքական հայտ ներկայացնողները նոր փորձեն խոսել, մարդիկ սրտով զգում են։ Մի մոռացեք, սա հազարամյա պատմություն ունեցող ազգ է։ Եթե նույնիսկ չունի քաղաքական հիշողություն, բայց ունի ամեն ինչ։ Ունի եւ առողջական սիրտ եւ միտք։ Եվ հավատ։ Իհարկե, դա առաջնային, առանց հավատի ոչինչ չկա։ Եվ դուք հավատում եք, որ ելք կա։ Սա 18 թվականի Չէ՞ զեց ասեի ապագա կա բառը։ Փրկություն կա։ Երկրի եւ ազգի փրկությունը կա, տեսլականը կա, ապրելու միջոցը կա, արարելու միջոցը կա։ Եվ այս ամենից, այս քաոսից դեպի լույս գնալու ճանապարհը կա։ Եվ դա կլինի։ Այս հենց այս լավ նոտայի վրա էի ուզում անպայման ավարտեի մեր զրույցը, ես էլ եմ հավատում, որ այդ շանսը կա, հնարավորությունը կա։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք ու այս դրական զրույցը մեր մոտ ստացվեց։ Ես հուսով եմ, որ մեր հեռուստադիտողները նույնպես այս հիասթափությունը, այս մի տեսակ ընկճվածությունը կդնեն մի կողմ եւ կհամախմբվեն, ու մենք կկարողանանք կառուցել հենց այն պետությունը, որը երազում ենք ու որին կարողանում ենք ասել սա իմ պետությունն է։ Շնորհակալություն, մեր հյուրը ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանն էր։ Շնորհակալություն, կհանդիպենք ստեսություն։